Չէ, պետք է, թողի ուսումնասիրակրի։ Լրատվական գծի Աջան, մի քիչ խորհրդեմ կամացեք։ Չեմ ասում, որովհետև ինքան մարդիկ կա, որ լրիվ Ես ամեր վարչապետը, Նիկոլ Փաշինյանը։ Ես ասում հակառակ չեմ, սիրուն ասիջան, ես ուզում եմ, թող ինքը լավ լսի։ Մենք դες ոչ ենք ասում։ Քոր չողլու։ Ուղղակի ամեն լրատվականի մի պատասխանեք, սիրելիս։ Ամեն մեկը արժանիքից գործում։ Հենց դրա դեպիմաց կայնացել։ Արժանի չեն իրան, են չեն։ Այսպես մեր ոտի տակն ենք։ Չողլուն այսպես մեր ոտի տակն է։ Կայն է, բանը դուես է կարշ։ Ռոբերտ Քոչարյանը։ Այո, եթե ինքը այս հակա բաներին անում ու ինքը որ այն բախտ նախագահ էր, թող մտածիր խաղաղություն ձեռք բերի։ Այո, Ալի Սիմոնյանը լավ խոսք ունի, եկել էի խոփան, ոչ թե եկել էի, չէ, կանի։ Ոչ թե թողում քաղաքացին պատասխանի։ Քաղաքացին պատասխանում, այն չի եք խոչընդոտում քաղաքացին։ Հարցեր կա, կարանք Ասել։ Հա, ես էլ ասում եմ։ Մենք խնդրում ենք մեր կառավարությանը, որ բոլոր զրկված վարորդներին համաներում անեն, որ մարդիկ չաղկատանան, այլ կարողանան իրենց անչափած երեխաներին պահել։ Մենք մեր կառավարություն սենց տենեն շնորհակալ ենք։ Եվ խնդրում ենք, որ համաներում անեն բոլոր զրկված վարորդներին, որ աղքատությունը գվերան համ բոլոր այո համաներում, որովհետև մարդիկ զրկվել են 1 տարով, 1 տարի պատիժը կրել են եւ ասում են պետքա գնա քննություն տակ, բայց այդպիսի օրենք չկա Հայաստանում։ Պատիժ ինչի համար են կրել, որ վերադարձնեն մեր պրավեկը։ Իսկ հիմա չեն վերադառնում։ Ինքս ես Ռուսաստանում եմ ապրել, Ռուսաստանում ինձ զրկել են, ես խաբար չեմ։ Եկել եմ իմ Հայաստանի մեջ իմ պրավով քշում եմ, բարեկները նույնականացում են անցկացնում, ասում են դուք Ռուսաստանի Դաշնությունում զրկված եք, իրավունք չունեք Հայաստանում քշեք։ Այսինքն դուս ա գալի Ռուսաստանի Հանրապետությունն է մեր երկիրը կառավարում։ Ռուսաստանի Հանրապետությունն է իմ իրավունքները պաշտպանելու ստեղ։ Ես ուզում եմ, ես 3 անչափած երեխա ունեմ եւ իմ երեխեքի համար միշտ սաղ կյանքը շոֆերություն եմ արել, 250 անգամ անապա եմ գնացել, ռեսավիկ տղա եմ, ռես եմ արել։ Բայց այսօր ես զրկվել եմ իմ պրավից Ռուսաստանի Դաշնությունը, որ իմ գլխին սարք է զրկել են։ Նա քեզ չի օգնելու։ Ամենակ լավ զոհված զինվորի ծնողա խայտարակն ու նրանց արյան գնով։ Չէ, ես իմ կարծիքն էի ասում, մնացածը եկել արագ եղեցի։ Հարգելի հետևորդներ, նշեմ, ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը այստեղ է, փորձեց կրկին վիրավորել, նշեմ, որ այսպիսի մարդկանց ընդհանրապես պետք է մեկուսացնել, որովհետև հանցագործ վարքագիծ են դրսևորում եւ անպատիժ են մնում։ Արդեն որերորդ դեպքն է խոչընդոտում է իմ մասնագիտական գործունեությանը եւ անպատիժ են մնում։ Միակ լրագրողն է, որ զոհված զինվորների ծնողներին վարձաբերում ամենավերջի ձևով։ Քաղաքականությունը Հարգելի հետևորդներ, նշեմ, որ Փաշինյանի հետ, նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի համար այստեղ է եկել, նաև խնդրեմ, նշեմ, նաև այստեղ եկել է Նիկոլ Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը, ով արդեն որերորդ դեպքն է փորձում է հարձակում գործել։ Նշեմ, որ նա հետապնդում է ինձ, հարգելի հետևորդներ, նշեմ, որ սա Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, շրջում է նրա հետ, պարբերաբար փորձում է սադրել, նշեմ, որ այստեղ քաղաքացիների խոսելու ժամանակ խոչընդոտում էր իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտում է, հետապնդում է, վիրավորում է։ Հեռացրեք։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ սա իրավապահ մարմինների անգործության արդյունքն է, որովհետև
երբ քաղաքացին մի քանի անգամ նույն գործողությունը կատարում է եւ անպատիժ է մնում, դրա համար պիտի պատժվի։ Հարգելի հետևորդներ, ես ուզում եմ ցույց տալ այստեղ ոստիկանների քանակը, ես ուզում եմ նաև ցույց տալ այս ոստիկաններին, որոնց դիմեցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով։ Ես դες դիմեցի, ասացի, այստեղ քաղաքացի կա, որը ակնհայտ իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտում է, հետապնդում է ինձ։ Սա ձեր անվտանգությունը կապող։ Իսկ այդ քաղաքացուն չեք պատրաստվում, հանրային վտանգավոր վարքագիծ է դրսևոր։ Գանք, եթե զգանք, որ Այսինքն դուք չէիք տեսնում, որ հետապնդում էր ինձ, հասարակական կարգ խախտվի, միանշանակ։ դուք չտեսաք, հա։ Ինչ ձեզ ինչ արել։ Որ հետապնդում էր, վիրավորում էր, չէիք տեսնում։ Չեմ տեսել վիրավորել։ Չէ։ Խնդրեմ, հարգելի ոստիկան, խնդրեմ, այս քաղաքացին եւ Հարգելի ոստիկան, դուք ես եք այստեղ։ Փախից տեղից։ Հարգելի հետևորդներ, խնդրեմ, սա Փաշինյանի մշտական, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, շրջիկ խմբի անդամներն են, հերթական անգամ փորձում են խոչընդոտել իմ մասնագիտական գործունեությանը, բայց ես ձեզ նշեմ, որ նրանց մոտ դա չի ստացվելու։ Դուք ով եք, արտահայտվեք, ով եք, արտահայտվեք, ով եք։ Հասարակ քաղաքական։ Ինչ ունեք ասելու, ասում եմ ձեզ հարգելի քաղաք։ Ես քեզ չեմ իրա, ասում եմ դու ուստը մտնոլորտը փչացնում ես ժողովրդի։ Մարդիկ տրամադրված եկել են ուրախանալու, բայց դու փչացնում ես մարկած մտնոլորտը։ Այսինքն մարդիկ ինձ հանգիստ հարցազրույց են տալիս։ Դուք ունեք հայրիկ ջան, դուք ունեք։ Օ, ես այնքան ունեմ դրա մի տող։ Որ եկել եք լրագրողի մասնագիտական աշխատանքն եք խոչընդոտում։ Ես ասում եմ ժողովուրդը քեզ, եթե Հայրիկ ջան, ես եմ որոշում, որտեղ մասնագիտական աշխատանք կատարեմ, որտեղ ոչ։ Դուք եք եկել, դուք եք ինձ մոտեցել, ես էլ հարցնում եմ, եթե ասելիք չունեք, ապա հեռացեք։ Այլապես ձեր գործողությունները կտեղավորվեն քրեական օրենսգրքի շրջանակներում եւ կլինեն մասնագիտական գործունեության խոչընդոտում։ Հարց չկա, հայրիկ ջան, գնացեք ձեր գործին։ Հենց հիմա խոչընդոտում է իմ մասնագիտական աշխատանքը։ Շարունակում ենք ուղիղ հեռարձակումը։ Չվախենաս, վախ չունենաս, հիմի բոլորը շուլեր են ստեղ կանողները։ Դուք ինձ հետ խոսում եք, Դուք ինձ ջահել ունեմ ես, որովհետև դու ճիշտ եք վարում։ Ճիշտ պատասխան ձեզ ինչու չէին թողնում, որ խոսեք։ Դուք խոսում եք, եկան ձեզ փորձեցին լռեցնել։ Պետք է չեն ճանաչում, ես ինչի ընդունակ եմ։ Դուք ինձ հետ խոսում եք, եկան սկսեցին ձեզ ասել մի խոսեք։ Ինչու՞։ Որովհետև իրան կարծեն դում եմ, որ դիմացինը մի հատ հասարակ կնիկ է, ոչ։ Ես կրթված կնիկ եմ ու գիտեմ որը որից է։ Սեղ նորմալ մարդ չկա։ Այս սենց է սա։ Ասում են իրենք էլ են Փաշինյանի Ուրա երևում է, կողից հերում են։ Դու մի հատ կողեր մի աչքը 10 արա։ Տենա ինչա կատարում։ Արեց է նայոցը թուրքը լի։ Մեր արմավիրը այդպես բան չուներ, շատ համախմբված է եղել, ընտիր։ Դրա համար ճիշտ են վարվում։ Ճիշտ անում ինքը, շատ ճիշտ է վարվում, վատ են զգում Փաշյանից։ Եվ որ Փաշյանը ասում էր կաշառքություն մի արեք, անում էր չողլոն, տագիր փող էր տալում։ Նույնն է Սամվել Կարապետյանը։ Փող է տվել արմավիր մարզից, լրիվ տեղը 100,000։ Էլի էդ ինչ ղեկավար կլիքել մենակ բիզմեզիվ տեղը, ու Պուտինի կնիկնա։ Էդի բոլոր աշխարհը գիտեն, միչև իմացելը։ Մենք հասկանում ենք, հասարակ մարդ չեմ, ես էլ ավարտացրեմ, բայց զգում եմ, որ ինչ է կատարում։ Հասկացա՞ր, սիրելիս, չվախենաս։ Ինչքան կարած ռիսկով մոտեցի։ Չեմ վախենում, ես շարունակում եմ հարցազրույցները, շնորհակալ եմ։ Քո աշխատանքն է, պարտավոր ես։